FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Մենք միշտ նշում ենք, դուք գիտեք, որ Էլ-Ռումը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, մենք փորձում ենք աշխարհի տարբեր անկյուններում գտնել մարդկանց, հատկապես կանանց, ում հետ հնարավոր է այս աշխարհը բացահայտել։ Գիտեք, մենք միշտ նշում ենք, որ եթե դու տեղեկացված ես եւ մոտիվացված, նշանակում է աշխարհում քեզ համար անհնարին ոչինչ չի լինում։ Իհարկե այդպես է, որովհետեւ ժամանակները փոխվել են եւ հիմա պիտի կարողանալ այնպես կազմակերպել, որպեսզի բոլոր հարցերում կարողանաս իսկապես հաղթանակներ գրանցել շնորհիվ այն մարդկանց, պրոֆեսիոնալների, ում կարող ես դիմել, երբ այս ասպարեզում խնդիր ունես։ Բայց մի շատ կարևոր պայման կա այստեղ, անպայման պիտի պրոֆեսիոնալը լինի իր տեսակով մոտիվացնող, որովհետև ժամանակներն առաջ են գնում, բայց մնում է մի կարևոր բան՝ մարդու դրական էներգիան ցանկացած գործ անելիս։ Իսկ երբ այդ գործը վերաբերում է քաղցրավենիքին, վերաբերում է հրուշակագործությանը, այստեղ մի քանի կարևոր կետեր կան, որոնք պետք է պահպանել։ Առաջին հերթին իհարկե պրոֆեսիոնալիզմ, որակ, գեղեցիկ տեսք եւ իհարկե մարդ, ով կարող է այս ամենը պատրաստել սիրով, սրտով։ Այսօր մենք շատ առանձնահատուկ իրականում հրաշալի պրոֆեսիոնալի հետ առիթ ունենք զրուցել ու այս պահին ես ուզում եմ անկեղծ ասել, որ իրականում շատ ցավում եմ, քանի որ հնարավորություն չունենք մենք այստեղ Հայաստանում, ամենայն դեպս այստեղ Էլ-Ռումի մեր սրահում վայելել ենք քաղցրավենիքը, որի մասին խոսում ենք, բայց վայելելու առիթ ունեցել ենք։ Այստեղ մի շատ հաճելի մաս կա մեր զրույցի մեջ։ Գիտեք, մարդիկ կան, որոնք դեռ մանկությունից կարողանում են իրենց հետ տանել իրենց երազանքը։ Եվ այդ երազանքի մեջ այնքան սեր է դրվում տարբեր տարիների ընթացքում, դա վերջում երբ իրականանում է, իսկապես հրաշքի նման մի բան է։ Այսօր այդպիսի հրաշալի, շատ պրոֆեսիոնալ ու շատ հետաքրքիր կնոջ հետ առիթ ունենք խոսելու։ Այս պահին ուզում եմ Էլ-Ռումում նաև ձեր անունից սիրով ողջունել Monica Signature Cake Studio-ի հիմնադիր տնօրեն Մոնիկա Զատիկյանին։ Մոնիկա, շատ ուրախ եմ, ինձ շատ հաճելի էր նույնիսկ նախնական փոքրիկ զրույցի ժամանակ իսկապես տեսնել ձեզ, որովհետև գիտեք, այդպիսի ժամանակներ կային, երբ օրինակ այն մարդիկ, ովքեր պատրաստում էին արարողության խմորեղենը հատկապես, նրանց հետ անպայման հանդիպում էին, որպեսզի այդ էներգիան զգալ։ Ուրախ եմ, որ առիթ ունենք ծանոթանալու։ Ողջույն, շատ շնորհակալ եմ ձեր հրավերքի համար, ճիշտն ասած ինձ համար անսպասելի էր։ Շատ ուրախ եմ, որ իմ աշխատանքները նկատել եք եւ ինչ-որ մի ջերմություն եք զգացել իմ աշխատանքների մեջ։ Monica Signature Cake Studio-ի էջում այսպես թեմատիկ տորթեր են, տպավորություն է, որ կարելի է տեսնել այդպիսի տորթեր, հա, բայց այնքան եզակի ու այսպես նուրբ գունային այդ լրացումները ամեն ինչի մեջ մի նուրբ երանգ կա եւ անվանումը իսկապես շատ հետաքրքիր է Monica's Signature, որովհետեւ ձեր ձեռագիրը շատ առանձնանում է։ Ես իմացա, որ շատ վաղուց սիրել եք, այսինքն ձեր մայրիկին եք շատ օգնել ու խոհանոցում լինել միշտ սիրել եք։ Այո, փոքր տարիքից միշտ ինձ հիշում եմ խոհանոցում մայրիկին օգնելուց։ Դա կլիներ փոքր պեչենյաներ կամ ինչ-որ բուլկիներ չամիչով, միշտ ես խոհանոցում մայրիկի կողքը կանգնած էի եւ նրան օգնում էի ու ինքն էլ մեծ սիրով, գիտեք, ոչ թե միշտ փորձել ասի, չէ, ես կանեմ, այլ ասել արի օգնի, տես ոնց ենք անում, սովորեցրել այդ ամեն ինչը ցույց է տվել, ինչը որ ավելի շատ է ինձ ոգևորել, փոքր տարիքից ավելի հետաքրքրված լինել։ 10 տարեկանում գիտեմ, որ հետաքրքիր պատմություն ունեք, հայտարարություն եք տեսել հրուշակագործության դասընթացների մասին եւ սա ձեզ գրավել է։ Այո, քանի որ ինձ միշտ դժվար է եղել խոհանոցից դուրս բերելը,
Ես ավելի ուրիշ միջոցներ էի գտնում, մենք դպրոցում նաև ունեինք խոհարարության դասեր, դա էլ բաց չէի թողնում, բայց մի օր մի կին եկավ մեր դասարան եւ առաջարկեց, ասաց աղջիկների համար կան անվճար դասընթացներ, մենք սովորեցնում ենք կրեմների պատրաստումներ, էկլերներ, կարող եք գալ, տեսնել, եթե ձեզ դուր է գալիս, մեծ սիրով ձեզ այդ ամեն ինչը կսովորացնենք ու առանց ոչ մեկին ասելու ես դասից հետո գնում եմ, գրանցվում եմ այդ դասընթացներին եւ գալիս եմ տուն մամային ասում եմ ես պարապմունքների եմ գնում դասից հետո մաման իհարկե ամեն ձևի ինձ իմ կողքը եղավ եւ ասաց գնա ծնողներս միշտ իմ կողքին են եղել ինչ որոշում ես իմ կյանքում կայացրել եմ եկել եմ ասել եմ գնում եմ ստեղ ուզում եմ այս ինչ որ մի բանը ուսումնասիրեմ իրանք միշտ իմ կողքն են եղել ասել են գնա տես դուրդ գալիս է ոնց ես մեջը քեզ զգում որ ես հետագայում կարողանամ ընտրություն կատարեմ ու գիտեք դա շատ կարևոր է յուրաքանչյուր երեխայի համար երբ ծնողը իր կողքին է երբ ծնողը կարողանում է տալ ընտրության այդ ազատությունը, այո, դա շատ կարևոր է, որովհետև այդպիսի երեխաները կարողանում են ճիշտ ընտրություն կատարել իմ մտածելակերպով, ես օրինակ իմ հետ այդպես է եղել, իրանց այդ իմ կողքը լինելը ամեն կերպով ինձ օգնել է հիմա լինել այնտեղ, որտեղ որ ես կամ։ Այո հրաշալի է, իսկապես հրաշք է, բացի որ շատ գեղեցիկ է, ամեն ինչը, բոլոր դետալները պատրաստված է հենց Մոնիկա Զատիկյանի կողմից, իր ձեռքով, եւ դուք տեսնում եք համադրությունները, ինչքան ճշգրիտ, հետաքրքիր ու նուրբ, ոչ մի ճչացող արհեստական տարբեր տեղերից վերցրած ինչ-որ արհեստական գույներ կամ դետալներ այստեղ չեք գտնի, միևնույն ժամանակ իսկ ինչ վերաբերում է համին, կարծում եմ հիմա հայկական համայնքի, Լոս Անջելեսի մեր հայրենակիցները շատ շահեկան վիճակում են, որովհետև իրենք կարող են հենց այս պահին այս հեռախոսահամարով զանգահարել եւ առաքումը, նույնիսկ առաքումն է հնարավոր։ Մոնիկա, դուք Երևանում եք ծնվել 10 տարեկանում, ձեր ընտանիքը տեղափոխվել է Ուկրաինա ապրելու։ Այո, փոքր տարիքում տեղափոխվել ենք Ուկրաինա, դա երեխայի համար ինձ թվում է մի նոր փուլ էր կյանքում։ Ես այդքան շատ այդ պահը չեմ զգացել, քանի որ փոքր եմ եղել, ոչ մի ստրեսային պահեր չեմ տարել։ Տեղափոխությունից հետո անմիջապես ծնողներս տարել են ինձ դպրոց, որտեղ սովորել եմ մինչև 11-րդ դասարան։ Այդ ընթացքում էլ նաև սովորել եմ ուկրաիներեն լեզուն լիովին եւ իհարկե ռուսերենն եմ լավացրել, բայց քանի որ իմ տատիկս ուկրաինացի է, այո, իր հետ շփումն էլ շատ է օգնել, որ լեզուները ավելի լավացնեմ, էլի, ավելի լավ խոսեմ, ճիշտ խոսեմ։ Եվ այստեղ նաև ուղղությունը, փաստորեն ընդունվել է Օդեսայի երաժշտական ակադեմիան, դասական վոկալ։ Գիտեք, քանի որ փոքր տարիքից օրինակ այդ թխելու process-ները շատ սիրել եմ, դե երեխա եմ եղել, հետո տեղափոխվել ենք ու ճիշտն ասած Ուկրաինայում ոչ մի միջոց կամ ինչ որտեղ չի եղել ավելի զարգանալու, ավելի ինչ որ տեսնելու այդ ուղին։ Դրա համար ինչ որտեղ սառել է այդ պահը, բայց միշտ մամային մեկ օգնել եմ խոհանոցում, միշտ այդ սերը եղել է, բայց չեմ տեսել դա որպես մասնագիտություն այդ պահին։ Մի քանի ժամանակ հետո սկսել եմ երգել, ինձ համար բացահայտել եմ իմ ձայնը եւ որոշեցի, որ 2 տարում պետք է ես ավարտեմ երաժշտական դպրոցը, որովհետեւ ուզում եմ ընդունվել կոնսերվատորիա վոկալի բաժին։ Այո։ Որովհետև երգելը շատ եմ սիրել, երաժշտություն շատ եմ սիրում ու նաև առեսօր իմ բոլոր տորթերը առանց երաժշտության չեն ծնվում, այսպես ասած, ես միշտ երաժշտություն եմ միացնում, նոր սկսում եմ ստեղծագործել։ Եվ 2 տարում ավարտում եմ երաժշտական դպրոցս եւ ընդունվում եմ կոնսերվատորիա 0 կուրս։ Բայց չեմ հասցնում հաճախել, քանի որ գալիս է այն պահը, երբ որ որոշում են կայացնում ծնողներս, որ մենք պետք է տեղափոխվենք ԱՄՆ։
Եվ այստեղ արդեն ինչպես ասում են, աշխարհում ոչինչ պատահական չի լինում։ 18 տարեկանում արդեն Ուկրաինայից տեղափոխվեցիք նահանգներ, Լոս Անջելես, եւ այստեղ արդեն անմիջապես դուք սկսեցիք սովորել արվեստի համալսարանում։ Այո, այստեղ երբ որ տեղափոխվեցինք, ես հասկացա առաջի բանը, որ պետք է սովորեմ, դա լեզուն է, քանի որ ամերիկացիների հետ շփում չի եղել Ուկրաինայում, եւ անգլերենի իմացությունը եղել է ընդամենը դպրոցի կարգով։ Ես միշտ ձգտում եմ ունեցել սովորելու, եթե ինչ-որ մի բան ես չգիտեմ, ունեցել եմ այդ ձգտումը եւ որոշում եմ կայացնում, որ պետք է սկսեմ լեզվից։ Գնում եմ լեզվի դասընթացների, բայց դա էլ ինձ հերիք չի լինում, քանի որ լեզուն սովորելու համար պետք է շփվել լեզու գրողների հետ։ Այո։ Եվ այդ ընթացքում ուղղակի ընդունվում եմ խանութ աշխատելու, դա ինձ շատ մեծ ոնց որ լեզվի իմացություն է տվել, քանի որ շփումը եղել է լեզվի գրողների հետ, դա ավելի արագացնում process-ը սովորելու։ Իհարկե, ահա։ Եվ հետո ընթացքում հասկացա, որ ծնվում ա մեջս հետ է գալի այդ իմ հոբին, իմ թխելու հոբին, եւ որոշում եմ կայացնում, որ ուզում եմ սովորեմ, ավելի պրոֆեսիոնալ լինեմ այդ գծով։ Սկսում եմ տանից։ Տունը փորձարկություններ եմ անում, սկսում եմ թխել, այդ ամեն ինչը անել, բայց հետո հասկանում եմ, որ սրանով չի կարող եզրափակվել, պետք է ավելի պրոֆեսիոնալ դառնալ, քանի որ սկսում է ավելի դուր գալ ինձ, ասենց մեջս ինչ-որ մի կրակ է արթնանում, եւ որոշում եմ կայացնում ընդունվել համալսարան։ Այստեղ արվեստի համալսարան հենց այդ դասերն եք վերցնում փաստորեն։ Այո, շատ երկար փնտրումներից հետո գտնում եմ այդ ինստիտուտը, քանի որ որտեղ որ ես ուզում էի գնալ սովորեի, իրանք տեղափոխվում են Ֆրանսիա, դա ֆրանսիական դպրոց Cordon Bleu-ն է լինում, ես այնտեղ եմ ուզեցել սովորել, բայց քանի որ իրենք տեղափոխվեցին Ֆրանսիա, իրանց դպրոցը ստեղ փակվեցին, ես գտա ուրիշ միջոց, մի քանի դասատուներ, որոնք դասավանդել են Cordon Bleu-ում։ Այո։ Նրանք սկսում են դասավանդել նոր բացված ինստիտուտում, որը կոչվում է Hollywood Institute of Arts։ Այնտեղ դասավանդում են հրուշակեղենի դասեր, խոհարարական դասեր, բիզնեսի դասեր, որը կապված է ուտելիքի հետ։ Այո, ահա։ Սննդի հետ։ Եվ գնում եմ ընդունվում եմ այնտեղ։ Եվ այնտեղից սկսվում է ավելի ուսումնասիրությունները, դասերը, սերը ավելի արթնանում։ Ճիշտ ասած, շատ է ուրախացել, որ այն դասատուները, որոնք դասավանդել են Cordon Bleu-ում, տեղափոխվում են այդ ինստիտուտ, որտեղ որ ես եմ որոշում գնալ, որովհետև իրենցից շատ բան կար սովորելու։ Նրանք ֆրանսիացիներ են, որոնք ֆրանսիական հրուշակեղենը ավելի ուրիշ ձև են պատրաստում, իրենցից դա պետք է սովորել։ Այո։ Դա նույնն է, ոնց որ մենք անգլերենը սովորում ենք անգլերենի լեզու գրողներից, չէ, անգլերեն լեզու գրողներից, նույնպես էլ հրուշակեղենի գործն է եւ հրուշակեղենն է սովորել ֆրանսիականը ֆրանսիացիներից։ Այո։ Մոնիկա, ինձ թվում է, որ այսպես երբ նայում եք, երազի նման մի բան է, չէ, 10 տարեկանում կամ մանկուց անընդհատ խոհանոցում լինել, սիրել, երազանքներ ունենալ ու կյանքը այսպես պտտելով աշխարհի շուրջ, ինչպես ասում են, ձեզ բերեց կանգնեցրեց այս երազանքի հենց դռների մոտ։ Իսկ ավարտելուց անմիջապես հետո փաստորեն բացեցիք ձեր ստուդիան։ Նախ ոչ միայն հրուշակեղենի դասեր եմ այնտեղ անցել, հայրս ասաց, քանի որ եթե դու տեսնում ես քո հետագան այս գործի մեջ, դու պետք է ավելի խոր ուսումնասիրես։ Դա ոչ միայն պետք է լինի հրուշակեղենի դասեր, դա պետք է նաև լինի բիզնես դասեր, որովհետև այո, որովհետև պատրաստելը ուրիշ է, բայց պատրաստելուց բացի պետք է նաև իմանալ ինչպես կառավարել բիզնեսը, որովհետև դա շատ հեշտ աշխատանք չի, դա մեծ պատասխանատվություն է։ Ավելացնում եմ կես տարի էլ ուսմանս վրա եւ վերցնում եմ բիզնես դասեր նույն ինստիտուտում։ Ահա։ Եվ ինչ որտեղ սկսում եմ հասկանալ ինչպես է դա աշխատում։ Փաստորեն ինչքան է օգնել նաև ձեր հայրիկի
ցավոք լուսահոգի հայրիկի, աստված լույսերի մեջ պահի հոգին, բայց իր հորդորը խորհուրդը ինչքան է օգնել, որպեսզի դուք անմիջապես կարողանաք ստեղծել այս ամեն ինչը հասկանալով բոլոր ուղղությունները։ Եվ փաստորեն այստեղ բացվեց, հիմնադրվեց Monica's Signature Cake Studio-ն, եւ շատ հետաքրքիր է անվանումով, երևի անվանումից սկսենք հիմա։ Այո, անվանումը ճիշտն ասած այնքան հետաքրքիր կերպով է ծնվել, երբ որ հայրս տեսնում էր ինչքան ես ոգեշնչված եմ այս ամեն ինչով, երբ որ տեսնում էր, որ իր աղջիկը մինչև ուշ ժամը սովորում է, քանի որ դասընթացները լինում էին մինչև ուշ ժամը 10-11-ը, առավոտյան ես աշխատում էի, աշխատանքից հետո գնում էի դասի։ Ինքը տեսնում էր ինչքան ես ոգեշնչված էի, գնում էի գործի, գալիս էի տուն, գնում էի հետո դասի, կամ առավոտ շուտ էր իմ դասերը սկսվում, ու մի օր եկա ասեցի, գիտես, ասեցի, պապ, ուզում եմ իմը ունենամ, ուզում եմ ինչ-որ մի բան, ասենց, որ իմը լինի, բայց ասեցի, ես չգիտեմ, ոնց եմ ուզում անվանեմ, ոչ մի բան մտքից չի գալի, ասեցի, ես լսել եմ, որ շատերը դնում են cake by եւ անունը, կամ դնում են ինչ-որ քաղցր մի բան, բայց ասեցի, չեմ ուզում դա լինի, ու ինձ սենց ասեց, գիտես, քեզ ինչա պետք, դու պետքա ունենաս քո ձեռագիրը, դու պետքա տարբերվող լինես, ասում է, ասեց, պետքա լինես դու, բայց տարբերվող բոլորից, որ քեզ հիշեն, հիշվող լինես։ Ասեց, խիչ ես ուզում ձեռագրիդ հետ կապված լինի քո անունը։ Ասեց, արի փորձի դիր Monica Signature, եթե դա դուրդ չգա եւ չաշխատի քո համար, կփոխես։ Քանի որ նոր ես սկսում, փորձի։ Այո։ Եվ այդ օրվանից իրար հետ մենք սարքեցինք Instagram-յան edge-ը, անվանումը դրեցի ու մինչ այսօր անվանումը չի փոխվել, ոնց տեսնում եք մնացել է, որովհետև շատերի կողմից շատ սիրվել է։ Իսկապես սիրվել է, հետո երբ առնչվում են ձեզ ճանաչողները, փաստում են, որ այստեղ իրականում ձեռագիր կա, նույնիսկ այսպես հեռավար միայն տեսնելով էլ է երևում, որ այդ ձեռագիրը կա, իրականում Մոնիկա, դուք ոչ թե լավ պատրաստում եք մեր սիրելի հրուշակեղենը, այլ դուք ունեք ձեր ձեռագիրը, դուք ուրիշ բան եք մատուցում, ուրիշ տեսքով, ուրիշ իսկապես հրաշք։ FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Ես ուզում եմ մի քիչ խոսենք արտադրատեսակներից, փաստորեն հիմնական ուղղությունը թեմատիկ տորտերն են։ Այո, մենք անում ենք թեմատիկ տորտեր, բայց ունենք մեր մշտական մի քանի տեսականի, դա պիստակով ռուլետն է, Այո։ Դա ունենք նաև ուզատիկի ժամանակ պատրաստում ենք կուլիչներ, Եվ սիրոտոնի ժամանակ 14-ին փետրվարի պատրաստում ենք շոկոլադեպատ ելակներ։ Դա եթե մենք խոսենք ինչը որ հատիկով է, այսպես ասած, թե կարող ենք այդպես համարել։ Եվ ունենք մի քանի տեսակ միջուկներ, 7 տեսակի միջուկ, ավել չէ, բայց հիմա որոշել ենք մի փոքրիկ փոփոխություններ անել միջուկների հետ կապված, ավելացնենք կամ պակասացնենք։ Պիստակով ռուլետի մասին նույնիսկ այնտեղից այստեղ շատ հաճախ լսել ենք։ Այ հիմա երբ շատ այսպես գովազդվում է պիստակով տարբեր ուտեստներ ու նաև շոկոլադապատ, հա, այդ սալիկները, պետք է ուղղակի փորձել Monica's Signature Cake Studio-ի պիստակով ռուլետը եւ հասկանալ, թե ինչ է նշանակում զգալ պիստակի համը եւ ինչքան նուրբ այն կարող է իրականում լինել։ Մոնիկա, նշեցիք, որ միջուկները, այսինքն տորտերի միջուկները, այս պահին ունեք 7, որոշում եք մի քիչ ավելացնել կամ պակասեցնել։ Ես հասկացա, որ դուք շեշտը դնում եք, անվանումը ինչ որ առումով ձեզ նաեւ հնարավորություն է տալիս միշտ շեշտը ձեռագրի վրա դնել։ Այսինքն դրանք տարբերվում են բոլոր մյուս տորտերի, հա, որ կարելի է պատվիրել դրանց միջուկներից։ Մենք ոչ
այսպես ասած ստանդարտ միջուկներ ունենք նաև, բայց ունենք կլասիկ մի քանի տեսակ, քանի որ ոչ բոլորն են սիրում տարօրինակ համեր կամ այսպես ասած տարօրինակ համեր, ոչ սովոր մարդուն համեր, բայց նաև առաջարկում ենք կլասիկ համեր, որը մեր օրինակ հայերն են շատ սիրում, մրգային տորթը, կլասիկ վանիլնի տորթը կամ բեզեյով կիեսկին, այդ տարբերակները ունենք, մեր հայերի կողմից դա շատ սիրված, բայց նաև ունենք մի փոքրիկ տարբեր համեր, դա օրինակ պիստակով տորթն է, հապալասի տորթն է, եւ ունենք նաև շատ հետաքրքիր մի քանի միջուկից բաղկացած տորթ։ Դուք եղած այդ բաղադրատոմսերին միշտ ստեղծագործում եք, այստեղ ինչ որ մի բան ավելացնում եք կամ մի քիչ փոխում եք, հա, համային այդ զգացողությունները մի քիչ ուրիշ եք նաև դարձնում։ Այո, գիտեք, ինչքան էլ սովորեմ, այսօր ես միշտ կատարելագործում եմ, միշտ սովորում եմ, երբեք ուշ չէ սովորելը, բայց երբ որ ես մի նոր միջուկ եմ գտնում եւ փորձում եմ դա, ինչ որ գրքի մեջից դա կլինի, ես միշտ փոփոխում եմ դա։ Ես միշտ փոփոխություն եմ անում։ Ես թխում եմ 5 տեսակի նույն համից, բայց տարբեր միջուկներով, տարբեր կրեմներով եմ պատրաստում եւ փորձում եմ որն է ավելի համով, որ տարբերակն է ավելի հաճելի։ Գրքի մեջից չեմ հանում բաղադրատոմսը, թխում եւ ասում սա վերջ պատրաստ է, այլ անում եմ 5 տարբերակ, այդ 5 տարբերակի տարբեր համով եւ փորձում եմ որն է լավը, որն է ավելի դուրեկան, նոր հաճախորդին արդեն կարողանում եմ այդ ժամանակ առաջարկել, բայց բոլոր միջուկները փորձված են, բոլոր միջուկները սիրված են։ Այո, բոլորը սիրված են, բայց ովքեր են, այսինքն դուք եք համտեսում, թե ունեք այդպես մարդիկ, ովքեր ում որ առաջարկում եք, ում հետ միասին որ ընտրում եք, որտեվ համի զգացողությունն էլ չէ, տարբեր մարդկանց մոտ բավական տարբեր է, ահա։ Իհարկե, ունեմ երկու ընկերուհի, ում անպայման կանչում եմ համտեսելու կամ տանում եմ, ասում եմ մի հատ փորձեք տեսեք, ինձ ձեր միտքն է հետաքրքիր։ Իմ ապագա ամուսինն է միշտ փորձում եւ քուրիկիս ոնց որ համային զգացողությունը շատ հետաքրքիր է, ինքը շատ շոկոլադ է ամեն ինչը սիրում, բայց եթե ինչ որ իրան մի բան դուրեկան չի, ինքը միշտ ասում է, որովհետև շատ հետաքրքիր է ինքը համերը զգում, էլի։ Եթե ինչ որ մի բան իրան դուրեկան է, գիտեք, բոլորը դա սիրում են, շատ հետաքրքիր է։ Նշեցիք, որ ձեր ապագա ամուսինն էլ առաջին փորձողների եւ իր կարծիքն էլ այսպես կարեւորում եք, ձեր թույլտվությամբ ես իմացա, որ մեր տեսագրությունից օրեր առաջ ամուսնության առաջարկ եք ստացել, ես ձեզ շնորհավորում եմ, ես ուզում եմ շատ երջանիկ քաղցր, հա, ձեր ստեղծածի նման քաղցր կյանք ունենաք, իսկ ձեր ապագա ամուսնուն իրականում երջանկություն է, այսքան հրաշալի, հմայիչ, գեղեցիկ, հավասարակշռված եւ այսքան պրոֆեսիոնալ կին ունենալը նաեւ։ Մոնիկա, փաստորեն հիմա մենք տեսնում ենք հեռախոսահամարը, իհարկե Instagram-յան էջում դուք կարող եք տեսնել այն ամենը, ինչ առաջարկվում է եւ նույնիսկ դրանց կարող եմ ասել շատ փոքր մասը Monica Signature Cake Studio-ի, սիրելի հետևորդներ, միայն օվկիանոսից այն կողմ, ցավոք։ Դուք կարող եք իհարկե այս հեռախոսահամարով զանգահարել, նախապես պատվիրել, եթե ուզում եք, որպեսզի ձեր առիթի, մեծ կամ փոքր առիթի կամ հյուրասիրության թեկուզ տորթը լինի իրականում շատ առանձնացող ու շատ բարձր որակի։ Համային այնպիսի ընտրություն կա, որը որ իրականում ոչ մեկին անտարբեր չի թողնի եւ չլինի սովորական, ստանդարտ։ Ասում են, որ ինչ որ բան յուրաքանչյուր առիթից պիտի մարդկանց մեջ հիշվի, եթե ուզում եք ձեր առիթից անպայման շատ լուսավոր ու քաղցր մի բան հիշվի, այս հեռախոսահամարը ձեզ օգտակար կլինի։ Մոնիկա, դուք նախնական զրույցի ժամանակ նշեցիք, որ ընդլայնվելու այդպիսի ծրագիր կա։ Դա նորից այդտեղ փաստորեն Լոս Անջելեսում։ Այո, շատ մեծ պլաններ կա։ Ժամանակից շուտ չեմ ուզում փակագծերը բացեմ, բայց
շատ աշխատում ենք դրա վրա, ունենք մեծ պլաններ, ու հուսով ենք շուտով այդ ամեն ինչը կիրականացնենք ու անպայման կտեսնեք դուք։ Այո, մենք կտեսնենք։ Իսկ այստեղ Հայաստանում ինչ որ ծրագիր կա այստեղի հետ կապված, թե դեռ ոչ։ Ճիշտն ասած, մտքումս կար ինչ որ մի փոքր անկյուն ունենալ այդտեղ, քաղցրավենիքի, բայց տեսնենք ժամանակը ցույց կտա, ինչպես ստացվի, այդպես էլ կանենք։ Ամեն ինչ արժևում է, մանավանդ որ այսպես դուք սիրում եք իսկապես ծրագրված ու կետերով։ Գիտեմ նաև որ վարպետության դասերի մասին նաև մտածում եք, այսպիսի դասեր պիտի նաև կազմակերպեք, հնարավոր է որ այդ դասերը տեղում են լինելու, թե նաև on-line տարբերակով է հնարավոր։ Երկու տարբերակն էլ նայում ենք, անպայման լինելու են հետաքրքիր դասեր, եթե լինեն, դա կարող է լինել մյուս տարի։ Եվ դրա մասին անպայման մեր Instagram-յան էջում կդնենք, կնշենք, որ ինչպես գրանցվեն աշակերտները, որովհետև գիտեք, նաև սովորացնելն էլ դա այդքան հեշտ բան չէ, պետք է այնքան դու պրոֆեսիոնալ լինես, որ քո նոր աշակերտին, որը որ նոր է սկսում իր ուղին, ոչ միայն սովորեցնես, այլ vocation չես, որ դու քո օրինակիդ վրա ցույց տաս ինչքան ես դու սիրում քո աշխատանքը, ինչպես ես դու տեսնում քո հետագան այդ աշխատանքի մեջ, որտեղ vocation-ումը եւ սերը շատ կարեւոր է ուսուցչի կողմից։ Դու պետք է լինես օրինակ։ Իրականում այդպես է, բայց Մոնիկա, դուք ձեր եւ տեսակով եւ այսպես են ոգեվորությամբ դուք երբ խոսում եք այդ նույնիսկ կրեմների ու միջուկների մասին, երբ խոսում եք, մեր հետևորդներն էլ կփաստեն, ձեր աչքերը փայլում էր։ Սա շատ կարևոր մի բան է, որ երևի բառերով չես կարող արտահայտել։ Մյուս կողմից մենք չխոսեցինք այնքան այսպես համերի մասին, որ միայն արտատեսքի ձևավորման հետ կապված թողնում ենք, որպեսզի հետևորդները իրենք ուղակի տեսնեն ու հիանան։ Բայց սա էլ եք դուք անձամբ անում եւ գիտեմ, որ այդ ձևավորումն էլ, բայց նկարչական այդպես ուղիղ կրթություն չունեք։ Ես դες մի հատ սենց մի բան կարող եմ նշել, երբ որ մենք ապրում ենք Օդեսայում, ես 16 տարեկանում որոշեցի, որ ինձ աշխատանք է հարկավոր, որովհետև ինձ ամեն ինչ հետաքրքիր էր կյանքում։ Եվ հայրիկս ծննդյան օրս ինձ նվիրեց պրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատ եւ ես ասացի, ուզում եմ մի քանի դաս անցնեմ, ինձ հետաքրքիր է դա։ Եվ ֆոտոշութեր, ֆոտոսեսիաներ էի անում։ Ունեի հաճախորդներ 16 տարեկանում։ Մինչ այսօր այդ նկարները կա։ Եվ գումար էի վաստակում։ Այդ ժամանակվանից այդ աչքի որ աչքը տեսնում է նկարը, այդ զգացողությունը եղել է։ Եվ այսօր, երբ որ իմ տորթերս ես ինքս նկարում եմ, կոնտենտը, եթե վիդեո է պետք նկարանել, քույրիկս է օգնում, բայց եթե պետք է նկար անել, ես ինքս եմ նկարում եւ մշակում այդ ամեն ինչը լույսը ես եմ անում։ Այո, եւ նկարում եւ այս ամբողջ, այսինքն ձևավորումները, այսքան հետաքրքիր գույների է զգացողությունը, շատ հետաքրքիր է, շատ լուսավոր բան կա իրականում, դուք նշեցիք, որ երաժշտությունը անպայման միացնում եմ երաժշտությունը պատրաստելուց, այսինքն ստեղծում եք արվեստի այսպես հաճելի մի իրավիճակ եւ դրա համար էլ այդ հրաշքները ծնվում են։ Ես շատ շնորհակալ եմ, իրականում շատ հաճելի էր ինձ Մոնիկա, ես շատ ուրախ եմ, որ հայերը եւ ոչ միայն հայ համայնքը, Լոս Անջելեսում հնարավորություն ունի իրականում վայելելու, հիանալու մեր հայուհու ձեռքի աշխատանքով, որը եւ որակը, եւ համը, եւ տեսքը իսկապես բոլորը շատ հետաքրքիր են ու շատ տարբերվող։ Ես ուզում եմ մաղթել, որպեսզի մեծ շարունակություն ունենա եւ այդքան սիրով ձեր այս ընդլայնման, բոլոր նոր հաղթանակներին այդքան սիրով սպասեք։ Շատ հաճելի էր ինձ։ Շնորհակալ եմ, նմանապես Լիլիթ ջան, նմանապես։
Սիրելի հետևորդներ, մեկ անգամ եւս դուք տեսնում եք հեռախոսահամարը։ Ես շատ ուզում եմ, որպեսզի 1 տարի, թեկուզ 1 տարի անց, բայց այս հեռախոսահամարը կամ մեկ ուրիշ հեռախոսահամար կարողանանք մենք հաղորդել ու ասել, որ Հայաստանում նույնպես ունի մասնաճյուղ Monica Signature Cake Studio-ն։ Գիտեք ինչու, որովհետեւ շատ կարեւոր է, երբ մարդը իր այն ինչով զբաղվում է, դրան այսքան կարեւորություն է տալիս, այսքան սիրում է, սիրով է վերաբերում։ Իսկապես, գիտեք, շատ գեղեցիկ կարելի է պատրաստել շատ համեղ, հա, կարող է մարդու մոտ ստացվել, բայց երբ այդ ամեն ինչի մեջ սեր կա դրված, հոգի կա դրված, սա միշտ առանձնանում է։ Եթե իրականում մեծ կամ փոքր արարողություն ունեք եւ բնակվում եք Լոս Անջելեսում, եթե ուղղակի հյուրասիրություն ունեք եւ դուք ուզում եք, որ շատ առանձնացող ինչ-որ բան մնա ձեր հյուրերի նաեւ հիշողության մեջ, ուրեմն ասում են, որ համի հիշողությունը իրականում շատ երկար է մնում։ Եթե դեռ չեք փորձել, վստահ եմ, որ շատ-շատերն են փորձել, բայց առաջարկում եմ փորձել։ Եվ իհարկե Զատիկի հարության տոնին կուլիչներ, որը նույնպես առաջարկում է Monica Signature Cake Studio-ն, եւ շատ կարեւոր ինձ այս մասը շատ հետաքրքրեց պիստակով ռուլետը, որը ինչ որ առումով նաեւ Monica Signature Cake Studio-ի բրենդն է դարձել։ Այս ամեն ինչը պետք է փորձել, բայց միևնույն ժամանակ պետք է նաեւ գնահատել են մարդկանց, ովքեր մեզ համար աշխարհում իսկապես ամեն ինչ դարձնում են հնարավոր, որովհետև յուրաքանչյուր ասպարեզում, եթե կարողանում ես մեկ գործը թողնել մեկ պրոֆեսիոնալի վրա, քեզ համար շատ բան դառնում է հաղթահարելի։ Մենք զրուցում էինք հեռավար կապով Monica Signature Cake Studio-ի հիմնադիր տնօրեն Մոնիկա Զատիկյանի հետ։ Միշտ ինձ հաճելի է, երբ կանանց հետ ենք զրուցում, ովքեր կարողացել են երազանքի հետևից գնալ եւ մեկ անգամ եւս աշխարհին ապացուցել, որ երազանքներն աշխարհում նպատակների վերածելու դեպքում անպայման կատարվում են։ Ուզում եմ, որ մեր կյանքում այսպիսի մարդիկ շատ լինեն։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Նովոթեին ուլտրա, աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։